Բարև ձեզ, հունիսի 17-ին 2026 թվականի եկել ենք արքայանիստ, իշխանանիստ մի գյուղ, որի անունն է Ոստան։ Էֆնետն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-Time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր, զանգահարիր 8988 կամ այցելիր efnet.am։ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրը հիմնադրվել է 1831 թվականին։ Գյուղի բնակիչների նախնիները տեղափոխվել են այստեղ Պարսկաստանի Խոյ և Սալմազ գավառներից։ Ոստանը նախկինում ունեցել է այլ անվանումներ։ 1945 թվականի օգոստոսի 20-ին որոշել են իր գեղեցկության շնորհիվ այս գյուղին տալ Ոստան անունը, որովհետև ժամանակին այն եղել է թագավորանիստ բնակավայր։ Սիրելիներս, Ոստանի մշակույթի տունը կառուցվել է 1959 թվականին։ Ասում են, որ մոտ ժամանակներս շենքը կվերակառուցվի, որպեսզի գյուղի թե փոքրիկները, թե երիտասարդները մշակութային կյանքից հեռու չմնան։ Աշոտ, մոռացա։ Ինչ չես ասում, Արևիկ ջան, F-net-ին ով պետքա հիշի, եթե ոչ դու։ Սիրելի ոստանցիներ, մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է F-net տելեկոմ ընկերությունը։ Ասում են, որ F-net-ը Ոստանում ունի հասանելիություն։ Ում եք սպասում, զանգահարեք 8988 և օգտվեք աշխարհի ամենաընտանեկան կապից։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Հազար բարին ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ ենք, շնորհակալություն։ Ինչ կա չկա։ Ինչ կա չկա։ Շատ լավ բաներ կան։ Ահա, եկեք սկզբի համար ծանոթանանք։ Ձեր անունը ինչ է։ Սիլվա։ Այս շաբաթ կնայեք Ոստանի մասին հաղորդումը ու կտեսնեք մեր զրույցը։ Հետո որ այս փողոցով անցնելիս լինեք, օրերան շաբաթներ հետո կասեք, այստեղ կանգնած Արևիկ հետ խոսում էինք։ Տիկին Սիլվա, դե հիմա պատմեք, տեսնենք ինչ կա չկա Ոստանում, կյանքը ոնց է անցնում Ոստանում։ Ես Բերթիկից եմ, եկել եմ Ոստան հարս, չեմ դժգոհում, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ լավ է։ Քանի տարի է Ոստանում եք ապրում։ Արդեն 47-48 տարի։ Ոստանի մասին ինձ ինչ կպատմեք։ Այդպես կոնկրետ չեմ կարող ոչ մի բան, որ բոլորն էլ լավ մարդիկ են, ես գոհ եմ մեր Ոստանից ընդհանուր։ Վարչական ղեկավարի նստավայրից ինձ գիրք նվիրեցին Ոստանի մասին, ես անպայման կգարթամ, կճանաչեմ գյուղի մեծերին, ահա, այ կասեք Ոստանը աշխարհին ինչով է հայտնի։ Այդ չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Օրինակ, երբ որ մենք գալիս էին գյուղ, մեքենայով էին գալիս, կանգ առանք, որովհետև բեռնատար գնացք էր անցնում։ Հա։ Հենց մենք գնացքների մոտ ենք ապրում։ Եզակի գյուղ է, որի միջով թե մարդատար, թե բեռնատար գնացք է անցնում։ Անպայման։ Բոլոր գյուղերում հո գնացքներ չունենք։ Չէ, չունենք։ Դրա համար մեր Ոստանը յուրահատուկ է։ Այո։ Այստեղ մարգություն ասվածը պահպանվել է։ Այո։ Մարդիկ մարդ է միմյանց նկատմամբ։ Այո։ Հարգանք կա։ Գյուղում կա մոտ 4000 բնակիչ։ Բոլորին ճանաչում եք։ Չէ։ Չէ։ Դες չգիտեմ։ Օրինակ կարող է գյուղամիջով քայլելիս լինեք, մեկին տեսնեք չիմանաք, որ ձեր գյուղից է։ Հա, հենց այդպես էլ կա, հազիվ ջան։ Ճիշտ ասած, ես գյուղի հետ այդքան շփում չունեմ։ Գնում եմ գործի, գալիս եմ։ Որտեղ եք աշխատում։ Հիվանդանոցում։ Որ հիվանդանոցում։ Մեր Արտաշատի կենտրոնական հիվանդանոցում։ Լավ է, գործ ունեք, աշխատում եք այս տարիքում, ապրեք։ 40 տարի արդեն աշխատում եմ նույն բնակավայրում։ Նույն եռանդով, չէ։ Եղել է, որ աշխատանքից հոգնեք։ Չէ։ Ինչ լավ է։ Սիրով եք գնում աշխատանք։ Մեծ սիրով։ Ասենք, որ
Ոստանը ամենամոտ գյուղն է Արտաշատից։ ամենամոտ գյուղն է։ Այո։ Երկաթ գծից այն կողմ Արտաշատ։ Արդեն Արտաշատն է, մենք Արտաշատին ավելի մոտ ենք, քան գյուղի մեջը։ Ճիշտ Այս է։ գծին կպած ենք, գիտի մեր տները տեղ կպած են։ Այս խողագործությամբ դուք զբաղվում եք։ Հա, բակը Հա։ ունենք, զբաղվում ենք։ Բանջարեղեն ենք անում, տենց էլի, Այնքան որ- տան համար։ Տան անդամները օգտվում։ Այդ Սիրելիներս, հասանք Ոստանի միջնակարգ դպրոց, որը վերանորոգման փուլում է գտնվում։ Դասասենյակները ապահովելու են նոր գույքով, ինչպես տեսնում եք, բոլոր դռները արդեն փոխվել են։ Իսկապես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ Հայաստանի մարզերի դպրոցները ուշադրության կենտրոնում են գտնվում։ Շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը, Արարատի մարզպետարանից, որ սովորողների համար ստեղծում են հաճելի պայմաններ։ Աշոտ, տեսա մարդիկ ենտեղ աշխատում են, ասի քանի ոստան եմ եկել, ես էլ գործանեմ, օգնեմ որոշ չափով։ Մարզադահլիճն եմ վերանորոգում, որպեսզի աշակերտները գան հարմարավետ միջավայրում ֆուտբոլ խաղան, վոլեյբոլ խաղան, բասկետբոլ խաղան, լավ անցնի իրենց ֆիզկուլտուրայի դասաժամերը։ Ընկեր Մուշեղ, ինչ կա չկա։ Ինչ պետք է լինի, ինչ եք ուզում որելի։ Ուզում եմ ինձ պատմեք այս գեղեցիկ տեսարանի մասին։ Ոստային ժամանակ գնացները շատ էին, դրա համար որ ժողովուրդը անցնեին անվտանգ դեպի Արտաշատ։ Հա։ Գնացքը այստեղով է Հա, անցնում։ գնացքի գծերն են էլի, սենց անցնում, բա ինչ։ Բեռնատար գնացքը թե Բեռնատար էր, մարդատար էր։ Այն ժամանակ Բաքվի պոեզնել էր սենց այդում գալի։ Հա։ Երևան Բաքու։ Կայարանն է բաժանում Ոստան Արտաշատը։ Սենց։ Ահա, հասկացա։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Դուք լավ եք։ Շնորհակալ, լավ ենք, դուք լավ եք։ Առողջականը լավ է։ Ոչինչ փառքասու, սենց որ մնանք լավ է։ Ահա, դե լավ եղեք։ Բռնվեք, բոտը դրեքստը հետո ռիսկի դրեք ընդ։ Չեք ընկնի հանգիստ է։ Վախում եմ։ Վայ մամա ջան։ Լավ է, ես Աշոտին այդքան երջանկություն չեմ պարգևի։ Ժամանակից շուտ չեմ գնա այն աշխարհ։ Աշոտ, դու տեսնում ես, Արտաշատն ու Ոստանը իրարից ինչքան մոտիկ են։ Բա, ով է քեզ փող տվել։ Մայրիկս։ Մայրիկը փող ա տվել, ասել գնա խանութից ինչ ուզում ես առ։ Քալծավենիկ։ Հա, բա ինչ լավ բան ես արել, որ մայրիկն է քեզ պարգևատրել է։ Քալծավենիկը մոտ է, գումարը տվե, գնացել եմ, գնել եմ։ Քո անունը ինչ է։ Ավետ։ Ոնց ես բա։ Լավ, Ամառային արձակուրդը ոնց է ընթանում։ լավ։ Ինչ ես անում բա այս օրերին։ Խաղում եմ։ Ինչ խաղեր ես սիրում։ Կոնկա։ Օ, ում հետ ես խաղեր խաղում։ Ընկերներիս։ Բա որտեղ ես գնալու հանգստանաս։ Եգիպտոս։ Ո, երբ է գնալու։ Մայիսի 8-ին։ Մայիսի 8-ին, բա մայիս արդեն անցել է։ Գիտեմ։ Բա, Օջից հունիսի 8-ին։ հունիսի 8-ն էլ է անցել։ Ուրեմն ես չգիտեմ։ Բայց գնալու եք։ Այո, Ընտանիքով։ այո։ Ինչ կտանես։ Ես եմ Մարիկը թողի։ Չէ, ես կգամ կտեղավորվեմ ձեր ճամպրուկի մեջ, ոչ մեկը չի իմանա։ Հա։ Այո, Պայմանավորվեցինք։ այո։ Նայ խոսք ես տվել։ Եգիպտոս գնալուց ինձ ասում ես գալիս եմ ձեր տուն, պաղկվում եմ ձեր ճամպրուկի մեջ ու միասին գնում ենք։ Այո, Լավ, դե սա կմնա մեր գաղտնիքը։ այո։ Ահա, դե հիմա մարոշնիթ կեր չհալ։ Դե գնա տուն։ Ց։ Մամային կբարևես։ Լավ։ Հիմա կհամոզվենք ոստանցին հյուրասեր է, թե ոչ։ Բարև, պաղկվել ես,
Ոնց ես։ Լավ ես մի ամաչի ինձնից։ Դուք ջուր ունեք խմելու։ Ծորակից ջուր գալիս է, որ խնդրեմ ես շիշի մեջ ջուր կլացնես, ծարավ մեռնում եմ։ Ես, ոստանցին, այո, հյուրասերա, ջուր ուզեցի, ժողովուրդ, հեսա ջուր կտան, այո, կեցի արդարությունը։ Պարոն Գրիգոր, ոնց եք։ Լավ եմ, Ինչ կա չկա։ ամեն ինչ կա, այդ հարցը իմ միջայլոց ինչ կա չկա, մենակ մեր հայերենով է, գիտես, Հա։ բալը փորձի ուրիշ լեզվով ասես ինչ կա չկա։ Չի ստացվի։ Այսօր էլ որոշեցինք ոստանը բացահայտենք։ Լավ ենք արել։ Շատ լավ է կարել, Այսպես քայլելով հասանք ձեր տուն։ շատ լավ է կարել, բարով եք եկե։ Հիմա ուզում ենք մի փոքր գյուղի մասին մեզ պատմեք։ Գյուղի մասին, Դուք հին բնակիչներից եք։ մեր 70 տարվա, ասում 70 տարեկան եմ։ Ինչով է հայտնի աշխարհին։ Մեր գյուղը, Հա։ ինչով է հայտնի։ Եսի, այն Սարոյան եղբայրների մեջ երգում էին անտեր մնա բաջազլվա պոեզը, այնց հայտնի մարդկանց չեմ անում մեր գյուղից։ Այդ երկից մի հատված կարող եք կատարել։ Չէ, հա, Չէ։ Այստեղ ֆիլմ են նկարել։ մեր գյուղում չէ ֆիլմ չի նկարվել։ Բայց ինչ են այդ ֆիլմի մեջ հիշել ձեր պոեզի մասին։ Մեր պոեզի մասին, դե Կայրանը մեր գյուղ է, Հա։ Կայրանի հարևանության, դրա համար երևի հիշել են էլի։ Այն ժամանակ ասենք Արտաշատը կոչել է Ղամարլու, դες կարեն ասեն Ղամարլու, բայց Բաջազլու են ասել։ Բաջազլու որ ասում են թուրքական անուն է, թուրքական չի։ Թուրքական չի։ Դա արաբական անուն է, ծագումը արաբականից է գալի, նա ոչ թե Բաջազլու է, Բաջազլեն, այլ Բեկջազլու, այսինքն Բեք իշխան է նշանակում իշխաների նստավայր։ Ուրեմն մեր գյուղը պատմության մեջ հայտնի է, որ ասենք ընկած է Արտաշատ մայրաքաղաքի եւ Դվին մայրաքաղաքի արանքում։ Այսինքն իշխանները, որ Արտաշատից գնացել են դեպի Դվին, ստե բան են արել, հանգստացել են, ստե պատմական են։ Ամառանոց են ունեցել։ Ամառանոցի նման բան ալ էլի, ոնց որ նստեն մի հատ հանգստանան։ Բայց գիտենք, որ մեր արքաները տարածքով անցել են, այս տարածքում հանգստացել են։ Այս տարածքում այնպես որ մեր գյուղի անունը թուրքական չի։ Թուրքական։ Բեկջազլու։ Այդպես է եղել։ Այո։ Ահա։ Հետո որոշեցին անվանափոխեն ու կոչեն ոստան։ Ոստան էլ կարելի ասել թարգմանաբար է հենց Հա։ Բեկջազլուից։ Ոստան նշանակում է արքայանիստ։ Դուք հպարտ եք, որ ոստանում եք ծնվել, ոստանում եք մեծանում։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Դա իհարկե հպարտ եմ ոստանում։ Իմ ծննդավայրն է։ Այո։ Այստեղ ինչով եք զբաղվում հիմնականում։ Ես հիմա թոշակառու եմ, մասնագիտությամբ էներգետիկ եմ ելել, բայց հիմա թոշակառու եմ։ Ձեր առօրյան ինչպես եք անցկացնում։ Դաշտում այգի եմ, դրե զբաղվում եմ։ Ինչ եք մշակում։ Ծառանոց ունեմ։ Ծիրան։ Ծիրան, ամեն տեսակ սալոր, ծիրան, դեղս մի քանի տեսակի։ Անասնապահությամբ գյուղում չեն զբաղվում մարդիկ։ Օրինակ ես չեմ զբաղվում։ 90-ականներին մեր գյուղում կարելի ասել ամեն մեկը մի քանի հատ ուներ, մի երկու հատ։ Արվեն այն ժամանակ սաղսել պահում ենք։ Կարող է Արտաշատից մոտ է, դրա համար Համել արոտավար չունի, մեր գյուղ արոտավար չունի։ դա է պատճառը, եթե լիներ կզբաղվեին, կով կպահեին, չէ։ Հաստատ ես չէի զբաղվում, բայց զբաղողներ երևի ավելի շատ կլինեն, չեմ կարող դա ասել։ Հա։ Իսկ գյուղի կյանքը ձեզ դուր գալիս է։ Գյուղի կյանքը թե գյուղացու կյանքը։ Չէ, գյուղի կյանքը։ Հա, ինչի՞ չէ։ Օրինակ ինձ Երևանում որ 7 պարանով կապեմ, ես փախնեմ կգամ, չեմ մնա Երևան։ Ինչու։ Դե սովոր են երևի գյուղի։ Հանգիստ է։ Այստեղ կենթանի շփումը շփումը պահպանվել է, որ օրինակ հարևանը ձեն Հա, բա ոնց։ ասի Գրիգոր, արի կոֆեն դրել եմ։ Հա, մեր հատվածում կար, այս մեր փողոցում կա այս հատվածում։ Չգիտեմ ուրիշ փողոցներում։ Բա բարբարով խոսում եք, Արտաշատի բարբարով։ Օրինակ հացին ասում եք խաց։ Մկա ինչ ես բարբարով խոսամ, կոկետ։ Բարբարով արևիկ ջան, ես փոքրուց չեմ խոսել։
ճիշտ որ խոսանք, իմ ընտանիքի մեջ են խոսում։ Գրական հայերենով են խոսում գյուղում։ Երևի այնքան է գրական չի, բայց դե համենայն դեպս բարբառել չի։ Իմ հերս բնիկ ոստանցի չի, ինքը մարտունեցի է։ Դեռ հայնական պատերազմից առաջ հայ կեստ է, ստիցե պատերազմի ամասնակցի, մենք էլ ստեցում է մեծացել ենք։ Օրինակ, որ կախարդական փայտիկ ունենայիք, ինչ կփոխեիք ձեր գյուղում, ինչ կավելացնեիք, որ այսպես նայում եք, էլի, ինչի պակաս ունի ձեր բնակավայրը։ Մեր բնակավայրը մեր ակումբի պակասն ունի, ինչի ակումբի պակաս, որովհետև իմ մանկությունը ու պատանեկությունը ակումբով անց է, այնտեղ այդ ժամանակ բարի խմբեր կային, երգի խումբ կային, մասնակցում ենք այդ բաներին, ուրախ էր անցնում էլ իմ ջահելությունը։ Օրինակ, որ ակումբի մոտով անցնում եք, հիշողություններ են Ցավով եմ նայում ակնանում։ ակումբի վիճակին։ Դե ասում են, որ կվերանորոգեն։ Գիտեմ, Դա լավ է։ իհարկե լավ է։ Գիտեք, ես շատ եմ սիրում մեր հին շենքերը, չեմ ուզում օրինակ քանդեն, նորը կառուցեն, ավելի լավ է վերանորոգեն։ Մեր գյուղի ամենահին շենքը մեր եկեղեցին է։ Հա, դեռ եկեղեցին չենք տեսել, բայց անպայման կգնանք այսօր։ Եկեղեցին է։ Ուրիշ հին շենք չկա, մնացածը սովետական ժամանակում կառուցված շենքեր են։ Իսկ խմելու ջուրը այստեղ ինչ վիճակում է գտնվում։ Լավ վիճակում, 24 ժամ ջուր ունեք։ Չէ, 24 ժամ ջամով են տալի։ Բայց դե մենք 24 ժամ ունենք։ Հավաքում եք ջուր։ Ջուրը հավաքում ենք։ Օրինակ առավոտ ժամ քանիսին են ջուրը տալիս։ Դե դες հարցեր կանգած դու ես շատ եմ անում։ Հենա երեխեքը ասում են 9-ից մինչև 13:00։ Երևի։ Ես գիտեք ինչ եմ ուզում, որ մենք ջրի խնդիր ընդհանրապես չունենանք, թե խմելու ջրի խնդիր, թե ռոռոկման ջրի խնդիր։ Ռոռոկում է մեր մոտ բանը, արտիզան ջրեր ունենք։ Հա, այս տարի գիտեք ինչ լավ բան եմ տեսել։ Ասա ես էլ ուրախանամ։ Այ, Ազատավան գյուղի տարածքով գետը հոսում է։ Հա, այս տարի որտեղ անձրևները, տեղումները շատ են, Հա, էդի ջրթողից է արդեն էդում։ Ինքան լացրե ջրամ։ գիտեք ոնց է երազում, ես այդ ծաղիկ են ասում Ես այդ գետը եղել է։ տեսնել։ Հա, այն Ազատի ջրամբարում։ Ջրամբարի Հա, ծաղիկ։ ծաղիկից թափվում է։ Ընկեր Գրիգոր, տեսեք, մանկապարտեզ գյուղում ունեք։ Հիմա ուզում են քանդեն, որ նորը կառուցեն։ Հա, այդ եղածը ժամանակավոր է, էլի, ժամանակ, քանի որ մեր մանկապարտեզը վթարային էր, Հա։ դրա համար երեխեքին տեղափոխին ընդ է։ Վարչական ղեկավարին նստավայր են հիմա տեղափոխել Մի մասը սարքին մանկապարտեզը։ մանկապարտեզ, Հա։ մի մասը սարքին մանկապարտեզ։ Մինչև էդի Մինչև քանդեն նորից կառուցեն։ Հա, զրոյից պետք է կառուցվի մեր մանկապարտեզը։ Շատ լավ է։ Նա սուրճ բերեք խմեք արևիկի հետ։ Բարով ասենք, բարով այգե, վերջինը չլի։ Առաջինը լինի, վերջինը չլինի։ Ընկեր Գրիգոր, մերսի սուրճի համար։ Խնդրեմ։ Խառնացանք։ Էս ինչ արև է։ Վառում է արևը Արարատյան դաշտում, էլ ասելու չի։ Արևիկը գոնե արևից չպետք է բողոքի։ Ես ու արևը հետ իրար հետ լեզու չեն գտնում։ Աշոտ ընդհանրապես լեզու չի գտնում արևի հետ։ Դուք ասեք տեսնենք հնում ոստանը ինչով է աչքի ընկել։ Ուրեմն ոստանում եղել է 50-ական թվականներին բամբակազդիչ գործարան։ Քանի որ այն ժամանակ Արարատյան դաշտում բամբակ են ցանել, բամբակազդիչ գործարանը եղել է այստեղ։ Նույնիսկ ասում են, որ Նախիջևանից են բամբակ բերել, այստեղ զտել։ Դե այն ժամանակ նույն պետությունն էր, չէ՞, բան չկար։ Սովետ էր էլի։ Սովետ էր։ Սովետ միջան։ Այնուհետև բամբակազդիչ գործարանը վերածվեց տրիկոտաժի։ Տրիկոտաժի, այսինքն հագուստ էին կարում, ինչ էին Հագուստ էին կարում, գործում էին։ Հա։ Հետո գալանձերիա ավելացավ։ Այնուհետև ստե այս մեր Հովամասի ներքևը նա էս պատգոյություն ունի։ Էդ էլ 50-ականներին սարքել են մեխանիկական գործարան են սարքել։ Գինու գործարան էլ չէ ունեք տարածքում։ Չէ, մենք չունենք գինի գործարան։ Մենք ունենք երկու գործարան, մի հատ հիմնարկություն, այս մեխանիկական գործարանն, որ հիմա դարձրել են տրիկոտաժ, սեփականաշնորհումից հետո, նախին տրիկոտաժն է դարձրել են գինի գործարան։ Երևի այդ նկատի ունեք։ Հա, ունենք ինչ-որ մի գործարան, որը աշխատում է, թե բոլորը փակ են, հա։ Աշխատում են, հա։ Ինչ լավ է։ Ասենք խաղողի սեզոնի խաղող են ընդունում, բան են անում։ Դե դրանք էլ աշխատում են։ Կար են անում, բան են անում այստեղ։ Այստեղ ունենք կողքի հետ էլ նախկինում հիմնարկությունն է, որը գծեր է կառուցել, էլեկտրական բարձրավոր գծեր է կառուցել, բան է, էլի։ Սեցահակին հզոր հիմնարկվել, հիմա էլ է հզոր հիմնարկ։ Հարկացու Արևիկ ջան, մեր գյուղը շենանում,
Այնա աշկներով տեսակ, նա ասֆալտապատում են փողոցները, ամեն տարի մի փողոց անում են, այս տարի այնա մեր փողոցներն անում։ Մեր գյուղը ասֆալտ չի տեսել նույնիսկ Տիգրան Մեծի ժամանակ։ Բայց հիմա անում են։ Փառք Աստծո, ունենք լավ գյուղապետ, շատ լավ տղա է, շփող տղա է, գյուղացիներին հասնող տղա է։ Շատ շնորհակալ ենք, Մենք էլ ենք շնորհակալ։ առողջ եղեք, լավ եղեք ու շարունակեք ապրել Ոստանում, հանկարծ չմտածեք քաղաք տեղափոխվելու մասին։ Մտքովս չի անցնում։ Թորներին էլ չթողնեք, որ Ոստանը թողնեն գնան Արտաշատ կամ Երևան։ Մի քիչ էլի մասին։ Ես ունեմ մի տղա, 3 աղջիկ, 15 թող, 15 թող։ Հարուստ եք էլի։ Բա իմ հարստությունը իրանք է։ Շատ լավ է։ Օջախը միշտ շեն մնա։ Այո։ Մեկը երկուս դառնա։ Ես թորնիկներ ունեմ։ Բա։ Մտնես մանկապարտեզ քեզ իմ թորնիկներն են։ Նույնը դրոցի։ Լավն է։ Լավ եղեք։ Առողջ եղեք, ամենակարևորը։ Շնորհակալություն։ Ձեզ է շնորհակալություն։ Նույնանման ձեզ։ Ձեզ եմ ցանկանում։ Ասա տեսնեմ այս մեդալները քեզ որտեղից։ Օրինակ կեսը ավելի շատ 80%-ը երևի կարատեից, հա։ Դե ֆուտբոլից այդքան մի հատիկ է ընդհանրապես մեդալ։ Այս վերջերս է գաբաթ են գրել։ Բայց գաբաթը մեր ֆեդերացիայում է։ Այսինքն եւ կարատեով ես զբաղվում եւ ֆուտբոլով։ Այս պահին կարատեով չէ։ Քանի տարի ես զբաղվել կարատեով։ 2.5 տարի։ Կիոկուշին որտեղ էիր գնում պարապելու։ Արտաշատ։ Արտաշատի մեր, հա։ Հա, բա ինչու թողեցիր այս սպորտաձևը։ Նա հիմա համ չի գործում, համ էլ դե չէ ուզում, հավես չկար։ Գովասանագիրել է ստացել։ Դի դպրոցինն է։ Լավ է սովորում դպրոցում։ Այս տարի չէ։ Ափսոս։ Իսկ ֆուտբոլը շարունակում ես։ Հա։ Իսկ ինչու ես շարունակում։ Ես սկզբից ուրիշ թիմում էի խաղում, ընդ դե ոչ մի արդյունք չկար, որ եկամ արդեն ես նոր թիմ, արդեն արդյունքները երևում են։ Սա ինչ նամակ է։ Սա ինչ նամակ է։ Գրած է։ Արարատի մարզի գյուղ Ոստանի Թելերյան 14 տուն Ավետ Այվազյանից, Գեղարքունիքի մարզ քաղաք Մարտունի Ազատության 19B 14 Վահան Մուրադյանին, հա, այսի մենք դպրոցում տենց մեր դասղեկը ասել է տենց եկեք նամակ գրեք ձեր բարեկամներից մեկին, ես ընտրել եմ իմ դվայորնին տենց եղբայրոջը Վահանին, որը հիմա Երևանում է ապրում, առաջ Մարտունիում էր ապրում։ Նամակը հիմա կա։ Հա, Կարող եմ կարդալ ինչ ես գրել։ Երբ ես ուղարկելու։ գիտեմ, Գրել պատրաստել ես, որ ուղարկես։ չէ, Չես ուղարկելու։ չգիտեմ։ Լավ, այդ Երևի։ կարդամ տեսնենք ինչ ես գրել։ Ինձ համար հետաքրքիր է։ Մինչև Ես էլ չեմ հիշում, բայց Մինչև դու կբացես, ես կկարդամ շարադրություն մայրիկի մասին։ Կարող եմ չէ կարդալ։ հա, այն ջնջումները կարդացի։ Իմ մայրիկի անունը Գայան է։ Նա 34 տարեկան է։ Մայրիկս մասնագիտությամբ մանկավարժ է։ Նա շատ է կարևորում կրթությունը եւ մեզանից պահանջում է լավ սովորել։ Մայրիկս մեզ շատ է սիրում։ Նա ժամանակ առ ժամանակ զայրանում է, փորձում է մեզ ճիշտ դաստիարակել, որ խելացի մարդ դառնանք։ Նա եփում է համեղ ճաշեր։ Նա հոգատար է մեր հանդեպ։ Ես նրան շատ եմ սիրում։ Ապրի քո մայրիկը, որ քեզ նման կերպ է դաստիարակում։ Հրոպե։ Ինչ Ակրոստիկոս հայրիկի մասին։ Հայրս ինձ համար հրաշք է, այն աշխարհի ամենալավ հայրն է։ Յուրաքանչյուր հայր չի համեմատվի իմ հոր հետ։ Րոպեներին իմ կյանքի դու իմ կողքն ես եղել։ Իսկ եթե ինձ մեկը վնասել է, կարողացել ես պաշտպանել ինձ։ H-A-Y-R-I-K։ Հիմա կարդանք նամակը։ Ապա։ Իմ սիրելի եղբորը Վահանին, իմ լավ եղբայր, քեզ անչափ կարոտել եմ, հաստատ։ Ну, ես վերջերս չեմ տեսել իրան այդքան շատ։ Դե համար կարոտել ես։ Հա։ Անհամբեր սպասում եմ ամառային արձակուրդներին, երբ նորից միասին կխաղանք, կվազվզենք, չեք էլ ձեր տուն։ Ես եմ մեթալու Երևան, դե ոնց ասեմ, շենքը, տենց իր հայաթը ունի, այսօր խաղում ենք։ Ամեն երեկո հիշում եմ մեր հետաքրքիր զրույցները, որքան շատ էինք խոսում տիեզերքից, հայտնի ֆուտբոլիստներից, ավտոմեքենաներից։ Այդ մարտին ժամանակ։
ու բազմակետեր։ Երանի շուտ գա ամառը եւ մենք վազվզենք Սևանի ափին։ Քեզ շատ սիրող ավետից։ Ավետից ինչ լավ բալիկ ես դու։ Ուй, ապրես։ Տեսա կդնես նոր ծրանի մեջ, որ անպայման փոխանցես իրեն, լավ։ Ապրես։ Իսկ ինչ երազանքներ ունես դու։ Ֆուտբոլիստ դառնամ։ Քո ամենասիրելի ֆուտբոլիստը ով է։ Ռոնալդոն, բայց երկրորդ տեղը Մբապեին եմ ես դնում։ Այ հիմա աշխարհի խաղերն են, չէ՞, ընթանում։ Ֆրանսիան ակրելու։ Ֆրանսիային ես բալետանում։ Ֆրանսիա, Ֆրանսիա։ Դեզերքը գիտես, չէ՞, օգնում է, որ մեր երազանքներին հասնենք։ Հիմա որ մենք ասենք Ֆրանսիա, Ֆրանսիա, դեզերքը կլսի, Ֆրանսիան էլ կհաղթի։ Երևի։ Օգնենք Ֆրանսիային։ Բայց այլ շատը Պորտուգալիային։ Պորտուգալիային։ Պորտուգալիա։ Давай, օգնի։ Պորտուգալիա։ Ես էլ կհետևեմ, տեսնենք Ֆրանսիան հաղթեց, թե Պորտուգալիան։ Ժողովուրդ ջան, բնակիչներն ասում են, որ այս փողոցը երբեք ասֆալտի երես չի տեսել ու հիմա գյուղամիջյան ճանապարհները նախապատրաստում են հիմնովին ասֆալտապատելու համար։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Նորմալ, Եկեք ծանոթանանք իրար հետ։ առանց խնդիրում։ Իմ անունը Արևիկ է, ձերը։ Իմ անունս Արսեն։ Դուք Արսենն եք, Մավել, Մանվելն եք։ Որտեղից եք ժողովուրդ։ Ղարաբաղից, Հա, որ Արցախից։ շրջանից։ Մարտակերտի շրջան, գյուղ Թբլղոն։ Ահա, բա դուք Մարտունի շրջան, քաղաք Ճարտար։ որ թվականից եք տեղափոխվել։ Ես վերջ։ 23 թվականին վերջին պատերազմի ժամանակ։ Բա, այստեղ որտեղ եք բնակություն հաստատել։ Զովաշեն, Դուք Զովաշեն, բա դուք Ազատաշեն։ Ազատաշեն։ Ոնց է հիմա ձեր կյանքը, հարմարվել եք, փորձում եք հարմարվել։ Ինչ պիտի անենք, պիտի հարմարվենք էլի։ Հարցերի իրան Չկա։ տվեցի։ Դուք ինչ կասեք։ Չունեմ ասում, նորմալ է փառք Աստծո։ Այն պահնա չէ, երբ որ Արցախից թեմա է լինում, Հա, չեք կարող լցվում է ձեր սիրտը։ Հա, ինչ անենք էդի։ Բա մենք ձեզ շատ լավ ենք հասկանում, չնայած չենք կարող հասկանալ, դուք եք այնտեղ շարունակ ապրել, տուն ու տեղը հիմա դուք եք կորցրել ու դժվար է ձեզ հասկանալը, բայց ամեն հարցով մենք ձեր կողքին ենք։ Շնորհակալություն։ Չմտահոգվեք, մենք մի բուռ ազգ ենք ու պետք է մեկս մյուսին թեվութիկ ունկլինենք, երբեք դժվարության ժամանակ մենակ չթողնենք իրար։ Ապրեք, շնորհակալ։ Գոնե աշխատանք ունեք, Ոչինչ կա։ Փառք Աստծո։ աշխատում Աշխատում ենք, հա։ լավ կլինի։ Հույսներդ երբեք չկորցնեք։ Ամեն ինչ լավ կլինի։ Ապրեք, շնորհակալ։ Դուք էլ ապրեք։ Իսկ ոստանցիներից ընդհանրապես գոհ եք, շփվում եք նրանց հետ։ Լավ Ոչինչ մարդիկ են։ նորմալ էլի։ Նորմալ, հանգիստ ժողովրդին։ Ժողովուրդն էլ ամեն մարդ իր համար իր աշխատանքով։ Ինչպես հասկացանք, ճանապարհը դուք եք, հա, սիրունացնում։ Հա, Դուք եք ասֆալտապատման աշխատանքներ իրականացնում։ Իսկ լինում է, որ օրինակ հարևանները տեսնեն արևի տակ չարչարվում եք, ասեն ժողովուրդ ջան, եկեք սուրճ հյուրասիրեն, ջուր հա, հյուրասիրեն։ մարդիկ կան, որ Հա, հա, Շատ կան։ կան։ Նորմալ, շնորհակալ։ Մարդիկ կան։ շատ լավ։ Ամեն ձևի մարդ էլ լինում է էլի։ Չէ, ամեն ձև պետք չի, շարունակեք միշտ լավը լինել, միշտ մարդկային լինել։ Խնդիր չկա, դի ենք անում, դի եւ կա էլ։ «1981 թվականից ոստանում գործել է այս մեծ մանկապարտեզը։ Հիմա ժամանակավորապես այն տեղափոխվել է ուրիշ վայր, որոշել են, որ հին շենքը քանդեն ու փոխարենը կառուցեն լիովին նորը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ։ Ձեր անունը ի՞նչ է։ Գագիկ, Ես էլ Արևիկն եմ։ ուրախ եք։ Նմանապես, ոստանցի եք դուք։ Ոստանցի եք։ Բնիկ ոստանցի։ Ձեր տունն է սա։ Չէ, էսի երրորդ տունն է։ Հարևանս տունն է, մենք տունը երկու տուն ենք ումա։ Շինարարական աշխատանքներում օգնում եք։ Այս լերը իմ առած գործն է։ Վարպետ եք, էլի։ Գետից բռնած, պատից բռնած գրիշտել հետը։
Սա ես եմ արել։ Ապեք դուք։ Բայց ձեր տեղը Հայաստանում չգիտեն։ Ինչի՞ չգիտեմ, փառք Աստծո, լավ գյուղ ունեմ, լավ գյուղացիներ ունեմ։ Չեմ թողում գյուղս դուրս գամ։ Եկեք մեր հեռուստադիտողներին, հետևորդներին ասենք, եթե ցանկանան իրենց տունը այսպես գեղեցկացնեն, սիրունացնեն, դիմեն ձեզ։ Հարց չկա, կարող դիմեն։ Շատ սիրուն եք աշխատում, ապրեք։ Շատ մերսի, մեկ էլ շքա կարող եք արում եք, էլի, ժողովրդավար։ Մարամդ մեր գյուղը ամեն ինչ հասնում է։ Լավ գյուղ ունեք, շատ։ Համ գյուղին, համ ղեկավարությունը ամենը, սա է, բոլորը լավ է, ված չէ։ Իհարկե տեղ չկա, որ շուն չլետես ասում էլի։ Լավ է, փառք։ Ամենտեղ լավն էլ կա, վատն էլ կա։ Բայց ցանկալի կլինի, որ վատը գոնե 10% լինի։ 90%-ը լավը լինեն, էլի։ Մենք այդ ձև ենք ուզում միշտ, որ լավը լինի։ Դրա համար լավ բաներ եք անում։ Լավ եք անում, ձեր գյուղը սիրունացրեք։ Անպայման։ Հարևանություն անելը պահպանվում է ոստանում։ Անպայման։ Ինչ լավ է։ Այս բան չկա, որ չպաշտպանվի։ Շատ լավ պաշտպանվում է ամեն ինչը։ Ես ուզում եմ, որ այդ հեռախոսները քիչ օգտագործեն։ Ես չեմ պահում քրուս։ Ես հեռախոս, ինձ պետք է գալ տերում, չէ՞։ Ես հեռախոս չեմ պահում։ Հիմա բոլորս պետք է կնոպոչնի հեռախոսներ ունենանք, որ ինտերնետից դուրս գան։ Ու կենթանի շփումը ավելի մեծանա։ Դե չէ՞ դες նայում են իրար սուպերցավել, ոչ գալ կա ոչ էլ կա։ Այո։ Ավելի վերան անտարապես։ Ընկեր Գագիկ, իսկ տեսեք, գյուղում ունեք հավաքատեղի, որ ձեր տարիքային ընկերների հետ գնաք, նստեք, շփվեք։ Ինչի՞ չունենք, գյուղապետարանում հենասուն, ծառեր կան, աթոմներ կան, ինչի՞ չունենք, փառք Աստծո, լավ է։ Հեսա քիչ-քիչ կբարելավ ենք սարքեն էլի, ու ամեն ինչը միանգամից չի լի։ Ես հավատում եմ, որ Հայաստանը ավելի է ծաղկելու։ Անպայման, 100% ծաղկել, որտես բնան չփոխվի, սես բնան լավ կլի։ Միմյանց պետք է կարևորը հարգել։ Թե չէ մնացած ամեն ինչ լավ կլինի։ Անպայման, 100%։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Շատ մեկ ենք շատ գոհ շնորհակալ։ Ահա, առողջ եղեք, որ այսպիսի տներ շատ վերանորոգեք։ Ապրեք, դուք էլ ապրեք, որ սես գալիս եք, ցեք տալի ժողովրդին, մոցակատարում, գյուղում չկատարվում, ապրեք, շատ լավ է, հետի։ Բարև ձեզ, երեխեք։ Ո՞նց եք։ Լավ։ Ինչ կա չկա։ Բան չէ։ Ցույց տվեք ձեր վարորդական վկայականները։ Պետք է դեմը նայել եւ զգուշ լինել։ Ինքը ունի։ Բա դու։ Պետք է անպայման, երբ որ ավտոյը գալի, կողքով քշել։ Ապրեք, դուք հանձնեցիք ձեր քննությունը, այսինքն ունեք վարորդական վկայականներ։ Կանուն ի՞նչ է։ Արիկ։ Վայ, գիտես ինչքան շատ եմ սիրում Արեգ անունը։ Բա դու ով ես։ Դու էլ Արմանն ես։ Ռոնալդոին եք շատ սիրում։ Հա, բազա ժամանակ ինչով եք զբաղվում։ Սամակատ դու ես քշում, հեծանիվ դու ես քշում, իսկ ուրիշ զբաղմունք չունեք։ Ֆուտբոլ ես խաղում։ Պարապում ես ֆուտբոլ։ Բա դու ինչ ես պարապում։ Ես էլ շվիկ չես պարապում։ Ինչ։ Շվիկա պարապում։ Շևի եմ պարապում, երկեր եմ նվագում։ Հա, երաժիշտ ես դառնալու։ Ինչու ես որոշել երաժիշտ դառնաս։ Դե որ մեծանամ, դուք արդեն ունենան, նվագեմ ու փող հավաքեմ։ Բա դու ինչի համար ես ուզում ֆուտբոլիստ դառնաս։ Որ Այդ ֆուտբոլի մեջ փող կա։ չէ։ Բա ինչ կա մեջը։ Ռոնալդոն ոնց է խաղացել ու ֆուտբոլ խաղացել ու ինքը փող աշխատե դրանից։ Հա, լավ։ Հուսամ ձեր երազանքներին կհասնեք, երեխեք ջան։ Ձեր անունը ինչ է։ Նուշիկ։ Անձնագրով գրված է Նուշիկ։ Հա, ում անունն են դրել։ Շատ իմանամ այն ժամանակում 48 թվին ում անուն են դրել, ոչ մեկի երևի պատահական անունն ալելի։ Ասել են, բայ, ես ինչ անուշիկ երեխա է։ Այ, բայց Իրանա քաղը հենա։ Բայց գոշած վարբան որտնաշ չլի։ Ձեր մոտ արդեն ծիրանը հասել է։ Արդեն ուզում է հասնել, այդ ծիրանը հասել է, վրան չկա, դրա համար շուտ է հասել։ Բա ինչի չկա։ Ցուրտը տարավ, անձրևները փչացրին ծաղիկը։ Հա, Դրա համար չկա վրան։ Էդ էլ Արմենը լավ աճարեց։ Գերազի ջան։ Գեր բալիկ ջան։ Հետո դուք ասեք, ինչ կա չկա։ ամեն ինչ էլ կա, թորնիկ ունեմ, սակվելա մեկը քնածա չի է հələ։
Գիշերն աշխատեկիլա, հոգնածա, քնածա։ Ուրիշ ինչ ես ուզում, հայաթ ունենք, մշակում եմ, դաշտ ունենք։ Շատ սիրուն եք ցանել։ Հա։ Ինչ եք մշակում այստեղ։ Բիբարա, պամիդորա, լոբիա, կանանչիա։ Առօրյայում օգտագործելու համար է։ Հա, տան համար, այնպես ծախելու չի։ Իսկ դաշտ ունեք, որտեղ Դաշտ ունենք, բենակ ծիրանը, բանա, ծառա, դեղծա ծիրանը, մեկը խաղող այգիա։ Հա։ Ով է բա մշակում ու աճեցնում։ Մինչև այս տարի ես եմ մշակել, բայց այդ որ հիվանդացել եմ, թորնիկս եմ մշակում։ Հողագործությունը լավ բան է։ Դե լավ բան է, բայց պետք է հնարավորություններն էլ առողջականդ ների, որ այդպես աշխատես։ Պետք է սերունդներին, այո, սովորեցնել, որ վաղը չեմ ուսոր մենք քաղցած չմնանք, էլի։ Դե մենք անում ենք սա այտենց արտաշատի կվարտիրայի ապրողների, Երևանի, արտասահման ենք ուղարկում մեր բերքերը, եթե շատ ալում։ Տիկին ուշիկ, որտեղի աղջիկ եք դուք։ Ես Հնաբերդի։ Հնաբերդից եկաք Ոստան հարս։ Հա, 65 թվին։ Հա։ Ձեր ամուսինը Իմ ամուսինը մահացել։ քանի տարի առաջ։ 3 տարի։ Միասին քանի տարի ապրեցիք։ 60 տարի։ Հա։ Ինչից մահացավ, հիվանդություն ուներ։ 58 տարի։ Ինսուլտ էր տվել։ Ինձ էլ տվել ինսուլտ, ձմեռը 3 ամիս պարկած էին։ Գոնե հասցրիք ոսկե հարսանիք նշեք։ Չէ, հա։ Չէ։ Աշնանը չեն կարել։ Իսկ այն ժամանակ, որ դες ամուսնացրել են, սիրելով եք ամուսնացել, թե որ ծնողները ասում են պետք ամուսնանաս ու վերջ է պահնել։ Պետք է դրան ուզես, ուզել ենք։ Տիկին Նուշիկ, օրինակ ինչ դժվարությունների միջով եք հիմա անցնում։ Հիմա այդքան է դժվար չի, բայց սկզբնական շրջաններում, որ ամուսնացել ենք, այդ կողքի տունը մենք ենք սարքել, էսի մենք ենք սարքել, այդ դեկորս համար սարքենք, բաժանվանք, այդ էլ մեր համար սարքեցինք, նոր սկսել ենք մեր կյանքը ապահովել այդ ձևով։ Հա, այսպես էլի ամուսին ու կին եղել եք թև ու թիկունք տուն եք կառուցել։ Հա, տենց։ Հա։ Աշխատել ենք մինչև 2018 թիվը։ Մի արա։ Այժմ տիկին Նուշիկի հետ ջրում ենք բիբարները։ Այո։ Տիկին Նուշիկ երբ կհասնի բիբարը։ Օգոստոսին։ Օգոստոսին կգանք այստեղ մեր ջրած բիբարները կքաղենք ուտենք։ Աշոտ, քեզ հիմա համար եմ ասում, աղբերը աղբորը այդ համարը չի տա։ Երբ որ ընտանիքի անդամները Աստված չանի դեղորայքի կարիք ունենան, կզանգեք այդ հեռախոսահամարով Էմիլի ֆարմից կասեն ալո բարև ձեզ, ինչ պետք լինի կպատվիրեք ու իրենք առաքում կանեն։ Լավ։ Էլ դու չես գնա դեղատուն, միանգամից կարաքեն եղավ։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ հիշել Ոստանի հերոսներին, ովքեր զոհվել են 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։ Ղազարյան Սամսոն Հովհաննեսի, Մանուկյան Մաքսիմ Հակոբի։ Բոլորիդ հավերժ հիշատակ։ Ժողովուրդ ջան, Հարութը ժամը 13:00-ից մեր հետ է, մեզ մի վայրկյան մենակ չթողեց, ինչի համար շատ շնորհակալ ենք քեզնից։ Դե հիմա ասա տեսնեմ ոնց է տրամադրությունդ ոնց է։ Շատ լավ։ Ուզում եմ ասեմ, որ մեր գյուղում միշտ եկեք, մեր գյուղի բոլոր բնակիչների դռները բաց են, ես սպասում եմ ձեզի։ Աշոտին երևի։ Ինձ չեն սպասում։ Ձեզ եք սպասում։ Ինձ էլ ես սպասում։ Ես ձեզ սպասում եմ։ Բա դու ասում ես, վայ Արևիկ, Աշոտը ինչքան մեղք է։ Հա, որովհետև մեղք է, քո ձեռով ընկելի մեղք կլել։ Շատ է տանջվում։ Շատ։ Աշոտ էստեղ նկարի, Աշոտ այնտեղ նկարի, հա։ Քիչ-քիչ բառը որ իմանաս լավ կլինի։ Էթենք մատ եկեղեցին աղոթենք։ Գնանք այլ մերը գիտես։ Հա։ Գնացինք։ Հարութ, ինչ ես Աստծուց խնդրում հիմնականում։ Խնդրում եմ, որ բոլոր բալիկները մեծանան կապույտ երկնքի տակ, երկրին լինի խաղաղություն, ոչ մի պատերազմ չլինի,
մեկ էլ բոլոր մարդիկները լինեն առողջ ու բարի։ Ու երջանիկ։ Հոգատար, ազնիվ, Կլինի, արդար, կլինի, արդար իրենց խղճի առաջ։ կլինի։ Աստված ջան, մեզ հետ եղիր, մեզ պահապան եղիր։ Հարութը նկատողություն արեց, ասում է գլխարկդ հանի, աղջիկը գլխարկով չպետք է մտնի եկեղեցի։ Ու վաշում միայն աղջիկները չէ, բոլոր մարդիկ, Տղաներն էլ։ տղաներն էլ։ Բարի օր, հարգանքներս, շատ լավ ես նվագում։ Merci շատ։ Քանի տարի ա որ դու հոլ ես հաճախում։ 1.5։ Օ, բայց բավականին վարժվել ես։ Կանոն ինչ է։ Հարութ։ Հարութ։ Yeah։ Ալտաշներ։ Ահա։ Նորիկ ջաջա, կարող եք երազանք պահել։ Երկու հարութների մեջտեղում նստել եք։ Երազանք պահեք կկատարվի։ Երազանքս ինա որ աշխարհում խաղաղություն լինի, Ահա։ ժողովուրդ ապրեն անհոգ, Ահա։ ճահելները թող մեծանան ես ծնողներ հովամ ներքո, Ապրեք դուք։ աշխարհի խաղաղությունը ուրիշ ոչինչ։ Ապրեք։ Հարութ։ Հա։ Դե ասա տեսնեմ որտեղ ես ապրում, որտեղացի ես։ Սկզբում Շահումյանում էի մնում, տեղափոխվել ենք Ոստան։ Շահումյանցի ես։ Հա։ Հա, անպայման Շահումյանել են գնալու նկարենք։ Քեզ էլ մեզ հետ կտանենք, կարոտդ կառնես։ Շուշուտ ես գնում Շահումյան, թե չէ։ Մի քիչ։ Հիմա կասես որ գյուղն ավել լավը Ոստանը, թե Շահումյանը։ Դե քանի որ այնտեղ եմ ծնվել մեծացել, իսկ մո Շահումյանը։ Կյանքը լավ է անցնում։ Շատ սիրուն աչքեր ունես։ Merci շատ։ Ապրես դու։ Տարբեր ազգության մարդիկ են ապրում, այնպես չի որ մենակ հայերեն, ասորիներ կան, ռուսներ կան, եզդիներ կան այդ գյուղում, քրդեր կային, քրդերի մեծ մասը գնացել են գյուղից։ Աշխատել ապրել են բոլորը։ Եկեղեցին ես հիմնադրման տարիքը չեմ կարող ասել, Ես կարող եմ ասել 1831 թվական։ 31 թվական։ Այո։ Գյուղի այդ եկեղեցու տնտեսվարը եղել է իմ հորս ապին, բաբին, նշանավոր մարդ է եղել գյուղում, մեծահարուստ, ունեցել է 63 հեկտար խաղի այգի Հաջալմաս կոչվող տեղամաս, ամբողջ գյուղերը գիտեն գյուղացիները, որ բաբիի այգիներն է Հաջալմասը 63 հեկտար խաղի այգի է ունեցել։ Գնացել է եկեղեցում կատարում էր բոլոր ծիսակատարությունները, հարսանիքները եւ թաղումները եկեղեցում է կատարվել։ Ոստի այն ժամանակ այդպիսի սպասներ չկային, Շահումյան գյուղից բերում էին կավե քասաներ, ափսեներ, որպեսզի այդ արարողությունների ժամանակ կատարեին ծիսակատարություններ։ Բաբին սայլով գնում է Շահումյան գյուղ, գյուղայա կոչվել է ժամանակ, որպեսզի կավե քասաները բերի։ Բրուտը ճանաչում է բաբին, ասում է բաբի քասան այդ կավե ափսեները կտամ մի պայմանով, եթե այդ Կվարդը 6 լիտր կարողություն ունի։ Միշենչով այդ գինին խմես։ Եթե խմեցիր, անում ես այդ կավե քասաները, ափսեները անվճար, եթե չէ, պետք է կրկնակի վճարես։ Ափսեի մի հատը եղել է մի կոպեկ հավասար է եղել ոսկու։ Բաբին ասում է համաձայն եմ, այդ վերցնում է այդ 6 լիտրանոց գինին, միշենչով խմում է եւ փայլապանին ասում է քասաները հաշվի, ափսեները հաշվի, հաշվում են, այդպես անվճար բերում է եկեղեցի։ Նախ օրհնած
օջախ է եղել, աստու օջախն է։ Երկրորդն էլ այդպեսի մեծ սրահ չի եղել, որ ուրիշ տեղեր կազմակերպել, հետագայում արդեն կառուցվել է։ Իսկ գիտեք, եկեղեցին սովետական միության ժամանակ փակել են, թե պահեստի են վերածել։ Բոլոր միջև սովետական միության ժամանակ չէ, ինչեւ վերջերս բոլոր գյուղերում եկեղեցիները սարքել էին պահեստ։ Ես ինքս գյուղտեխնիկայում եմ աշխատել երկար տարիներ։ Ապրանք եմ տեղափոխում, սաղ գյուղերում պահեստներ են եկեղեցիները։ Այն ժամանակ կոմունիստները չէին ընդունում կրոնը, հալածում էին, բաներ այն չէին ընդունում։ Հետագայում բոլոր եկեղեցիները դատարկեցին եւ սկսեցին գործել, համերգություններ, բանատեղ ունենում եկեղեցիներում։ Հիմա եկեղեցին գործում է, չէ։ Այո, գործում։ Քահանա ունեք, պատարակներ լինում են։ Պատարակներ լինում, այո։ Գալիս են, հետո հիմի առաջվա նման չի։ Մեծ մասամբ երիտասարդներն են շատ այցելում այդ պատարակների բանի ժամանակ։ Դա լավ է։ Հա, շատ լավ է, իհարկե։ Հավատքը պետք է անհրաժեշտ է մարդուն։ Եթե մարդ անհավատ եղավ, ուրեմն ամեն ինչը ընդունակ է։ Ներկայիս գյուղի մասին ինչ կպատմեք։ Քանի տարի է, որ հենց Ոստանում եք, էլի ապրում։ Ես այստեղ եմ ծնվել։ Հիմա քանի տարեկան եք։ 86 տարեկան։ 86 տարի ոստանցի եք։ Ոստանցի եմ, այո։ Ահա։ Ինչ է փոխվել այս վերջին տարիներին գյուղում։ Սկզբում էր լավ, թե հիմա ավելի լավ է։ Չէ, հիմի ավելի լավ է, իհարկե, գյուղի։ Որ տեսանկյունից է հիմա ավելի Քարի լավ։ կարգել է փողոցները։ Մարդիկ տներ են կառուցել սաղ քարից տներ, այն ժամանակ աղյուսից տներ էր բոլորը անխտիր։ Հատուկ են չկար երևի նման քարից պատրաստած շենքեր։ Մեծ մասամբ քավից տներ էին, հիմի ասֆալտափաթերով բոլորը ամեն ձևի շատ առաջընթաց է ապրել գյուղը։ Հայրանին մոտիկ լինելով գյուղացիք իրենց ապրանքը կարողացել են ժամանակին վաճառել գնացել ուղևորներին, անել քաղաքում վաճառել եւ թական բարեր կստանալ։ Պարոն Նորիկ, բավար հնարավորություն ունեք ինչ-որ մի բան գյուղում փոխելու, ինչը կփոխեիք։ Քայլեմ փողոցներով, բարեխոսեմ, խրախուսեմ, կասեմ մեկը մյուսի նկատմամբ հարգալից եղեք, լավ վերաբերվեք, իրար հարգեք, սիրեք, ես շատ ժամանակ անծանոթ մարդ է անցնում, ինչ-որ մի բան է հարցնում, ասում եմ, խնդրեմ, համեցեք, ես ինչ չեմ գովում։ Անծանոթին պետք է հաց տաս, մի կտոր հաց տաս, մարդիկ պետք է մեկը մյուսի նկատմամբ լինեն հարգալից, լավ վերաբերվեն, լավը տեսնեն, լավը կատարեն, օրինակ ծառայեն երիտասարդներին։ Ճիշտ եք ասում, գիտեք ձեր գյուղում ինձ ինչը դուր եկավ, որ տները այսպես իրար կողք են կառուցած։ Կողք են։ Հետո այնպես չի, որ տունը կառուցել շատ ժամանակ, եթե մարդը ուզում է մի գործ անել, հարևանը տեսնում է, որ արդեն ավազ է շաղաղում ցեմենտ է, որ գործ տանի ինքը լապատկան վերցած գալիս է, օգնում է։ Գյուղը լավ գյուղ է, ես հապարտ եմ, որ այդ գյուղացի ամուս թասիբով ժողովուրդ են, կայրանին կպած։ Այս գիրքը գրողը Խաչատուր Ներսիսյան, ինքը ոստանցի է։ Այո, ոստանցի է, ինքը չկա ահացել է, բայց այդ գիրքը ինքն է տպագրել։ Բոլորի տներում կա այդ գրքից։ Այո, անխտիր բոլորն էլ ունեն։ Շատ լավ, այդպես երեխաներն էլ կկարդան իրենց գյուղի մասին պատկերացում կկազմեն։ Ձեր մասին կա այդտեղ գրած։ Իմ մասին կա, որ որոշ տեղեկություններ ես եմ օժանդակել օգնել իրեն։ Քույրիկիս մասին կա, քույրիկս Ջերմուխ կոյուղու վարչության պետն է։ Ձեր քույրիկը։ Չէ, ես մեջտեղին է 37 թվականին առաջի անգամ գարուսարնորակ ջուրը բերել է Ոստան գյուղ հանրապետության 80-րդ վաստակավոր շինարարն է։ Նախկինում ժողովուրդը այդ արվի հոսող ջուրը, կեղտաջրերը ծծել են ցամքարների մեջ, տուֆից կառուցած։ Դստում են նրա մեջ, դնում են բարձր, հակը դույլ էին դնում։ Ես ականատես եմ եղել։ Այդ ջուրը կաթում էր, զտում էր, որ դրանից խմում են եւ կերակուր էին պատրաստում։ Այս 37 թվականին հանրապետության 80-րդ վաստակավոր շինարար Լևոն Համբարձումի Հովհաննիսյանը Գառնի սառնորակ ջուրը բերել է Արտաշատ, Արարատ, Մասիս, Վեդի շրջաններում պատկանց փրկելով արկաստամոքսային հիվանդություններից։ Պարոն Նորիկ, ինչ կուզենայիք, որ Ոստանում կառուցեին։ Այնպիսի մի բան ասեք, որ մեր հաղորդումը նայեն ու մտածեն դա կառուցելու մասին։ Ոստանում որ ասեմ կառուցեն մի մեծ շինություն, որ մարդիկ մենք ունենք այդպիսի շինություն, որ այսինքն ուրախության, հուղարկավորության ժամանակ այնտեղ մարդիկ Ոստանում կառուցելու ոչինչ չկա։ Ամեն ինչ ունենք։ Ամեն ինչ կա, հա գյուղը
ամեն ինչ ունի, բարեկարգ գյուղի ասֆալտապատ է։ Մի քանի փողոց է մնում է, որ ասֆալտապատ են, դա ասֆալտապատ է։ Գոհ եք ձեր ունեցածից։ Այո։ Կարևորը գոհ լինելն է։ Եթե քաղաքում ինձ ինչ հնարավորություններ տա, ես քաղաքում չեմ ապրի։ Ինչ լավ է։ Երանի երիտասարդներն էլ ձեր նման մտածեն։ Այո, դերցում ես քո նյութական բարիքը, բանջարեղենը, պտուղը, հողամաս ունենք, մոտ մի հեկտար խաղի այգի, Տիրանի ծառեր ունենք։ Ես ուզում եմ բոլորը նյութական բարիքներ ենք ստեղծում, չէ՞։ Այո։ Ուզում եմ իմանալ, ինչ խորհուրդ կտաք Ոստանի երիտասարդներին։ Գյուղից ոչ մեկը չի հեռանա։ Գյուղում ապրեն, գյուղը զարգացնեն, շենացնեն, դրանից լավ բան էլ ինչ կարելի է խորհուրդ տալ։ Այո, ապրեք դուք։ Արևիկ, իսկ քեզի դուր եկավ մեր գյուղը։ Շատ դուր եկավ։ Առանձնապես ինչ է դուրդ եկավ։ Ասեմ, նկատեցի, որ մարդկանց բակերում կան այսպիսի նստարաններ։ Դա նշանակում է, որ մարդիկ դուրս են գալիս տնից, նստում են նստարաններին երեկոյան հովին, այսպես շփվում են իրար հետ։ Կյանք կա ձեր գյուղում, դա ինձ դուր եկավ։ Իսկ մեր գյուղում հանդիպեցիր այնպիսի մարդկանց, որ քեզի դուր եկան։ Շատ։ Ում հանդիպեցի, բոլորին սիրեցի։ Իսկ սրտաբաց էին իրանք։ Հա, վատ բան չեմ տեսել։ Լավ հավեսում մարդիկ են ապրում Ոստանում։ Իսկ Արևիկ, դու մեր գյուղի եկեղեցու պատմությունը գիտես։ Արդեն իմացա։ Պարոն Նորիկը ամեն ինչ մեզ պատմեց։ Ես ուրախ եմ, որ ձեր գյուղում կա հին եկեղեցի։ Ես մեր հին եկեղեցիները ավելի շատ եմ սիրում, քան նորակառույցները։ Իսկ մեր եկեղեցում ինչ ավելի շատ դուր եկավ քեզ իր պատմությունից։ Եկեղեցի որ մտանք, տեսա որ առաստաղը ամբողջովին ծղոտից էր, այո։ Ինչու էր ծղոտից։ Որովհետև առաստինում տան առաստաղները եղել է ծղոտից եւ նույնիսկ եղել է Հիսուս Քրիստոսի առաստաղը եղել է ծղոտից։ Այսինքն Հիսուս Քրիստոսի ծննդավայրին են նմանեցրել։ Այո։ Իսկ Արևիկ, քո գնացած գյուղերից ավելի շատ ո՞ն է քո դուրը եկել։ Դու սարսափեցես։ Ոչինին։ Ինչու։ Ոչինին եմ շատ սիրում։ Հա, ինչու։ Որովհետև այնտեղ մի հատ այնպիսի ամրոց կա, որ ես հիացած եմ այդ գյուղով։ Գյուղի միջով գետը հոսում է ու չքնաղ բնություն կա այդտեղ։ Հասկացամ, իմ սիրած գյուղն էլ է բժնին, շատ եմ սիրել, շատ սիրում վայր է, իր բնությամբ։ Ոյ մերան քեզի։ Ո՞նց է։ Ինչ է։ Heç լավ առողջությունս տարիքս դուք լավին եք, ու ջահել եք, այնքան լավ առողջ եք, խաղաղ երկնքի տակ, այդ կապոտ երկնքի տակ, այնքան լավ կյանք անեք։ Ձեր անունը ինչ է։ Անունս Հարութիկն է, Հարութիկը իմ բալադը համար է, դու մերն քեզի, Հարութիկը իմ անունս Անժելա է, Անժելա, բայց տարիքս ինձ է դուք լավ եք։ Քանի տարեկան եք, տիկին Անժելա։ Չեմ էլ ուզում անեմ, ասեմ, որ ասում եմ։ Հələ ասեք տեսնեմ։ Շերքներ 85 տարեկան եմ, բայց էլի յոլա եմ գնում, ես վթարներից ազատվել եմ, բաժարի մեջի գազը պայթել է, ես որ փրկվել եմ, այն Հիսուսը ինձ փրկել է, իմ հայաթումս մատուղ կա, Գրիգոր Լուսավորիչի ձախ ձեռի բութ մատնա, ամբողջ գալիս են մոմեն վառում, ուխնված են այդ այն ես փրկել։ Այստեղ մատուղը։ Այսինքն ոնց հասկանան Գրիգոր Լուսավորիչը
քարի վրա քնելա։ Քարի վրեն պարկելա, ձերքս էս դրել է այդ քարի վրեն, ասես տպնվել է այս բութմատը, հասկացարել, բութմատը տպվել է, այդպես էլ տարել, հետը դարի 4 դարում պատկերացնում ես, այդ դարից այդպես է, քարը կեսուրս օգնությունական չէ, քարը հանել են, այն սելավի մեջից դրել են 4 տեղեն էլի։ Հիմա այս քարի վրա իմ տղաս Գրիգոր Լուսավորիչի մատն է եղած։ Իմ մատն է։ Մեկ իմ տղասը սարքել է, ծուրթը սարքել է, եկել են օծել են, իմ տղայից բարձրացիաներով գրել են, որ դու ինչպիսի անձնավորություն ես բան։ Շատ համոված ձեր Ծառի Վիշնյան։ Չմոռանամ հիշեցնել, որ մեր հաղորդաշարի գլխավոր հովանավորն է Fnet Telecom ընկերությունը, որը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաժանր հեռուստաալիքներ, խելացի լուծումներ։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 8988 հեռախոսամարով։ Շնորհակալություն Էմիլի Ֆարմ դեղատների ցանցին։ Սիրելի հայրենակիցներ, այս գիզիչ արևին մի քանի ժամ անցկացրեցինք Արարատի մարզի Արտաշատ համայնքի գեղատեսիլ բնակավայրերից մեկում Ոստանում ու ասեմ, տպավորված եմ բոլորիցդ, ապրեք։ Մաղթում եմ ձեզ հաջողություն, երջանկություն ու ամենակարևորը խաղաղություն մեր երկրին։ Լավ եղեք ժողովուրդ, ինչքան կարող եք շատ սիրեք մեր հայրենիքը, մեր գյուղերը ու մեր քաղաքները։ Մեր հայրենիքին շատ սեր է անհրաժեշտ տալ։ Սիրով եղեք բոլորդ միմյանց հանդեպ։ Կհանդիպենք նորից Արարատի եթերում։ Ես քեզ սիրում եմ, Ոստան։